Բարև, այսօր եկել եմ ձեզ ցույց տամ iPhone-ի 15 գաղտնի հնարավորությունները, որոնցից մի մասը նոր iOS 18-ի համար, մյուս մասը մինչև էլ կար, ուղղակի շատերը չգիտեին դրանց մասին։ Գնացինք։ Իսկ դուք գիտեիք, որ հնարավոր է տեքստը նկարել ու հետո նկարի վրայից տեքստը կոպի անել։ Ուրեմն նկարում ենք ինչ-որ տեքստ, գնում ենք նկարներ, մի քանի վայրկյան սպասում ու ներքևում տեսնում ենք այս նշանը։ Ու սա նշանակում է, որ iPhone-ը անալիզ արեց նկարը ու ճանաչեց տեքստը նկարից։ Հետո մատով սեղմած պահում ենք տեքստի վրա ու ընտրում ենք այն հատվածը, որը մեզ պետք է։ Ու արդեն կարանք կոպի անենք։ Բայց սա վերջը չի։ Եթե բացենք տեսախցիկը, պահենք տեքստի վրա, առանց նկարելու մի քանի վայրկյանից մենք ելի կտենանք մեզ արդեն ծանոթ նշանը, որի վրա սեղմելով սմարթֆոնը անում է նկար ու միանգամից հնարավորություն է տալիս կոպի անել։ Իմ համար այս վերջին մեթոդը ավելի նախընտրելի է, քանի որ անտեղի տեղը նկարները չի պահում ու տեղ չի զբաղացնում սմարթֆոնում, այլ ուղղակի ջնջում է միանգամից։ Dynamic Island-ը շատ օգտակար բան է ու իրականում Apple-ը շատ հետաքրքիր օգտագործման ձև է գտել իր համար։ Իսկ դուք գիտեք, որ հնարավոր է իր վրա գտնվողը թաքցնել, եթե մեզ պետք չի, ու ելի հետ բերել։ Ուղղակի Dynamic Island-ի վրայով մատով տանում ենք աջ կամ ձախ, կապ չունի։ Ու դրա օգնությամբ թաքցնում ենք կամ հետ ենք բերում Dynamic Island-ում գտնվող կոնտենտը։ Անկեղծ մինչև այս ահավոր ներվայնանում է, որ չէր լինում այդտեղ գտնվողը թաքցնել, քանի որ մնացած icon-ները ուղղակի փակում էր, բայց լավ է այս մեթոդը կա։ Եթե շատ եք օգտվում Apple-ի Note ծրագրից ու համել միաժամանակ անում եք ինչ-որ հաշվարկներ, ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ iOS 18-ում արդեն հնարավոր է այդ հաշվարկները անել հենց Note ծրագրում։ Կարան գրենք ինչ-որ ուզենք ու ինքը հաշվիչի պես հաշվում է։ Համել լինում է գրաֆիկներ կազմել, բանաձևեր հաշվել, հասարակ, բայց շատ պետքական բան է։ Թեխի մինչև էս չէին անում։ iPhone-ի մարտկոցից շատ են բողոքում, ասում են, որ շուտ է շարքից դուրս գալիս, կյանքի տևողությունը կարճ է, լիցիոն տեսակի մարտկոցները, որը օգտագործվում է մեր այսօրվա սմարթֆոններում, ամենաերկարը դիմանում է, երբ որ իրանց պահում ես 20-ից 80% լիցքավորվածության մեջ։ Այսինքն, եթե մարտկոցը չի իջնում 20%-ից ցածր ու չի բարձրանում 80%-ից բարձր։ Ու հա, սա վերաբերվում է բոլոր լիցիոն տեսակի մարտկոցներ ունեցող սմարթֆոններին։ Ու սրա համար գնում ենք Settings, Battery, Charging, ուստեղ Charge Limit-ը կարանք իջացնենք մինչև 80%, որ iPhone-ը ավտոմատ դադարեցնի լիցքավորումը, եթե արդեն 80% է։ Կամ կարանք միացնենք Optimize Battery Charging, որը անալիզանում լիցքավորման ժամերը, հաճախականությունը ու ասենք, եթե հաճախակի քնելուց առաջ դնում եք լիցքավորման, սմարթֆոնը լիցքավորվում է մինչև 80%, հետո ձեր զարթնելուց մի որոշակի ժամ առաջ լիցքավորվում է մինչև 100%։ Կամ եթե շատ եք անհանգստանում մարտկոցի կյանքի տևողության համար, կարաք ինքներդ ընտրեք քանի տոկոս լիցքավորվի ձեր սմարթֆոնը։ Թյուրիմացություն չստեղծելու համար ուզում եմ պարտադիր նշեմ, 100% լիցքավորելը չի փչացնում ձեր սմարթֆոնը։ Ուղղակի ընկերությունները խորհուրդ են տալիս լիցքավորել մինչև 80%, որ ավելի երկար դիմանա։ Գիտեք, որ կա iPhone-ը անջատելու ավելի հարմար ձև, քան սենց տանջվելով մի քանի կոճակներ սեղմելը։ Գնում ենք Control Center ու վերևի աջ անկյունում տեսնում ենք անջատելու կոճակը։ Վրան սեղմած պահում ենք մի վայրկյան ու ստանում ենք հնարավորություն անջատել սմարթֆոնը։ Կարծում եմ շատ դեպքերում սենց ավելի հեշտ է, քան կոճակներով տանջվելը։ Կա մի հատ հետաքրքիր հնարավորություն, որը թաքցնում է ձեր ծրագրերի անունները ու ծրագրերը դարձնում է ավելի մեծ։ Գլխավոր էկրանի դատարկ հատվածում սեղմած պահում ենք, սեղմում Edit, Customize, ուստեղ սեղմում Large։ Ու տեսնում ենք, որ ծրագրերի անունները կորեց եւ նրանք դարձան ավելի մեծ։ Անկեղծ ասած ինձ երբեք պետք չի եկել, բայց կարծում եմ կլինեն մարդիկ ում պետք կգա։ Հաջորդ թաքնված հնարավորությունը շատ հետաքրքիր է, քանի որ ես եմ ստեղծել։ Հա, ու սա թույլ է տալիս համացանցում բացել ոչ ակտիվ հղումները։ Վստահ եմ շատերդ եք նկատել, որ Instagram-ում կամ ուրիշ սոցհարթակներում ռիլերի տակ գտնվող կամ էկրանին գտնվող հղումները չի լինում բացել։ Եվ դրա համար էլ մարդիկ չեն դնում հղումներ ռիլերի տակ կամ էկրանին։ Բայց արդեն կարաք տեղադրեք հղումները ու բացեք իմ շորտքաթի օգնությամբ։ Բացում ենք ռիլը, գտնում հղումը, iPhone-ի հետևին 2 անգամ կտացնում ենք, շորտքաթը էկրանից ճանաչում է հղումը ու տալիս է հնարավորություն բացել կամ կոպի անել։ Այս հոյակապ գործիքը լիովին վճարը կարաք քաշեք, վայելեք ու սրա մասին արդեն ունեմ պատրաստած կարճ տեսոլովակ, որտեղ մանրամասն բացատրում եմ ոնց քաշեք, ոնց օգտագործեք։ Դրա համար հիմա էլ չեմ բացատրի ժամանակ խնայելու համար։ Հողումը կթողնեմ մեկնաբանությունում կամ ստեղ վերևը գնացեք նայեք, բայց այս տեսոլովակը նայելուց հետո։ Վստահ եմ ձեր հետ էլ է եղել, ձեր տուն հյուր է եկել, հարցրել է Wi-Fi գաղտնաբառը, իսկ դուք չեք հիշում։
Դրա համար գնում ենք Settings, Wi-Fi, միացված Wi-Fi աջ կողմում տեսնում ենք այս նշանը, սեղմում ենք վրան ու մեկ անգամ սեղմում password-ի վրա։ Ու ստանում ենք այն Wi-Fi-ի գաղտնաբառը, որին միացված ենք այդ պահին։ Իսկ եթե հետ գնանք Wi-Fi-ի բաժին, վերևի աջ անկյունում սեղմենք Edit, մենք կստանանք այն Wi-Fi-ները, որին մինչ այս միացել ենք։ Ու էլի նույն ձևով սեղմում ենք նշանի վրա, հետո password-ի վրա ու ստանում ենք այս Wi-Fi-ի գաղտնաբառը։ Իսկ եթե ձեզ օգտակար եղավ գոնե մեկ ֆունկցիա, բաժանորդագրվեք ալիքին, դրեք լայք, սեղմեք այն զանգակի վրա, որովհետև իմ ալիքում էլի են դուրս գալու նմանատիպ հետաքրքիր տեսալովակներ։ Կարծում եմ ձեր հետ էլ է եղել, երբ փորձում եք ձայնը բարձրացնել կամ իջացնել, չի ստացվում այն ամենաիդեալական աստիճանը գտնել։ Ու դրա համար կա մի հատ հեշտ լուծում։ Ուղղակի մի անգամ սեղմում ենք ձայնի կառավարման կոճակներից մեկը, երբ էկրանին հայտնվում է անիմացիան, ուղղակի մատով բարձրացնում իջացնում ենք։ Սա մեզ տալիս է հնարավորություն ավելի հեշտ կառավարել ձայնը։ Ես սա շատ պատահական եմ իմացել ու իմ մոտ եմ որ սենց էլ էր կարելի։ iOS 18-ի հետ մենք արդեն կարանք ծրագրի վրա սեղմած ֆայլով ստեղծել վիջետներ։ Ընդհանուր առմամբ iPhone-ի վիջետները հետաքրքիր բան է, ես օգտագործում եմ, ինձ դուր է գալիս, հələ մեկնաբանություններում գրեք տնամ ելով է օգտագործում։ Ոնց ասեցի, սեղմած պահում ենք ծրագրի վրա ու եթե ծրագիրը ունի վիջետ, բացված պատուհանի ներքևի հատվածում կտենանք այն չափսը, որը հասանելի է այդ ծրագրի համար։ Մի հատ կարևոր բան, ծրագիրը պարտադիր պետք է լինի գլխավոր էկրանին, այլ ոչ ինչ-որ ֆոլդերի մեջ։ Վիջետը կարանք տեղադրենք էկրանի վրա որտեղ ցանկանանք ու ցանկության դեպքում կարանք սեղմած պահենք ու հետ դարձնենք ծրագիր։ Եթե դուք եք շարժվող տրանսպորտի մեջ օգտվում ձեր սմարթֆոնից ու ձեր սիրտը խառնում է, Apple-ը մի հատ հետաքրքիր լուծում է գտել սրան։ Գնում ենք Settings, Accessibility, Motion ու ստեղ տեսնում Show Vehicle Motion Cues։ Խորտ կտամ դնեք ավտոմատ ռեժիմ։ Ինչ է անում սա։ Երթևեկության ընթացքում էկրանին հայտնվում են նման կետեր ու դրանք շարժվում են մեքենայի շարժման ուղղությամբ։ Ու էկրանին կատարվողի հետ մեկտեղ տեսնում եք նաև այս կետերը։ Ու ձեր սիրտը չի խառնում։ Իմ համար աշխատում է ու ոնց որ բավականին լավ, բայց հետաքրքիր կլինի կարդալ ձեր կարծիքը։ Եթե փորձել եք գրեք մեկնաբանություններում տենանք ու մոտ է աշխատում։ iOS 18-ի հետ մենք ստացել ենք հնարավորություն փոխել lock screen-ի վրա գտնվող այս երկու կոճակները, որոնցից մեկը տեսախցիկն է, մյուսը լապտերը։ Բայց լավ, եթե տեսախցիկը փոխենք, ոնց ենք տեսախցիկը բացելու lock screen-ի վրայից։ Շատ հեշտ, ուղղակի էկրանի վրա մատով տանում ենք ձախ ու բացում տեսախցիկը, որը անկեղծ ավելի հարմար է, քան կոճակի օգնությամբ։ Եթե ձեզանից սմարթֆոն են ուզում նկար նայելու կամ խաղ խաղալու ու դուք չեք ուզում, որ սմարթֆոնի մեջ ուրիշ տեղ մտնեն, կա սրան հետաքրքիր լուծում, կոչվում է Guided Access։ Գնում ենք Settings, Accessibility, իջնում ամենաներքև ու ստեղ ընտրում Guided Access ու միացնում այն։ Passcode Settings բաժնում միացնում ենք Face ID-ին, եթե ձեր սմարթֆոնը ունի այն։ Բացում ենք YouTube-ը ու 3 անգամ սեղմում Power կոճակը։ Տեսնում ենք նման պատուհան, կարանք ներքևից ձախ անկյունում սեղմենք Option ու ստեղ ընտրում ենք այն ամենը, ինչ կուզենք հասանելի լիներ կամ չլիներ ֆունկցիան ակտիվացնելուց։ Ասենք եկեք հասանելիություն տանք մենակ touch-ին։ Նաև կարանք էկրանին նշենք հատվածները, որոնք նույնպես հասանելի չեն լինի օգտագործողին։ Ու սեղմում ենք Start։ Ոնց տեսնում եք ծրագրից դուրս գալ չի լինում, կոճակները չի աշխատում, ստեղնաշարը չի աշխատում, հատուկը տրված հատվածը չի աշխատում, կարճ ասած ստացանք այն ինչ ուզում էինք։ Ֆունկցիան անջատելու համար կարանք 2 անգամ սեղմենք Power կոճակը, որը Face ID-ի օգնությամբ կանջատի այն։ Կամ սեղմում ենք 3 անգամ եւ անջատում գաղտնաբառի օգնությամբ։ iPhone-ի տեսախցիկը ուներ մի հատ խնդիր։ Երբ բացում էիր նկար անելու, podcast-ը կամ երաժշտությունը, որ այդ բանը լսում էիր, անջատվում էր ու ստիպված պետքա հետ գնայր ու միացնեիր։ Բայց էլ չկա այդ խնդիրը։ Գնում ենք Settings, Camera, Record Sound, ու ստեղ միացնում ենք Allow Audio Playback։ Եվ այսուհետ նկարելուց երաժշտությունը չի անջատվի։ Անկեղծ եմ ասում, չեք պատկերացնի ինչքան էի ներվային անում, երբ բացում էի նկարելու ու ասենք podcast-ը դադարում էր, որ փխի։ Մեդիտացիա անելուց կամ ռելաքս միջավայր ստեղծելու համար մարդիկ գնում են YouTube, ման են գալիս գետի ձայն, անձրևի ձայն, կրակի ձայն, բայց գիտեք, որ iPhone-ը ունի առանձին հնարավորություն սրա համար։ Գնում ենք Control Center, սեղմած պահում դատարկ հատվածում, սեղմում Add a Control, իջնում համարյա ամենաներքև ու ստեղ Here in Accessibility բաժնում կտեսնենք Background Sounds կոճակը, ավելացնում Control Center-ում, վրան սեղմած պահում ենք ու բացվում է ձայներ ընտրելու հնարավորությունը։ Ընտրում ենք մեզ անհրաժեշտ ձայնը ու վերջ վայելում։ Ստեղ կարանք ձայնը բարձրացնենք, իջացնենք, իսկ այս պատուհանը փակելուց հետո ուղղակի սեղմելով միացնենք, անջատենք։ Վերջ, այսօր այսքան է։ Մեկնաբանություններում գրեք տնան որ ֆունկցիաներ ձեր համար նորը, հետաքրքիր կլինի կարդալ։ Շնորհակալություն, որ դիտեցիք, առողջ եղեք, միշտ նոր հանդիպում։
Թյուրիմացություն չստեղծելու համար ուզում եմ պարտադիր նշեմ. Թյուրիմացություն